Բայց իմ սիրելի յութուբյան հետևորդներ, ձեզ հետ ծովինար վեդայական թվահոգել բանն է։ Եկեք տեսնենք այս ռասկլադային մարդկանց համար կլինի, ովքեր աշխատում են սոցիումում կամ ինչ-որ նոր պրոյեկտների հետ, չգիտեմ, sense տարբեր բաների հետ է կապված, ուզում եք իմանաք, ֆորտունան կժպտա ձեզ ձեր կյանքի բոլոր ոլորտներում 2026 թվականին հարցող եք, ֆորտունան կժպտա ձեզ 2026 թվականին ձեր կյանքի բոլոր ոլորտներում և տեսնենք ինչպիսի քարտեր դուրս կգան։ Շատ խոստումնալից է երևում երկրորդ պոզիցիա։ Երորդը շատ հետաքրքիր է լինելու, քան լավ քարտերը դուրս է զարմանալի է։ Եվ վերջի պոզիցիան։ Տեսնենք, սիրելիներս, 2026 թվականին առաջի պոզիցիան ձեր երկրային նյութական, այսինքն սա մեծ կապ ունի հարմարավետության գոտին ձեր, նյութական հարթություններում, եկամուտները, բնակարան, կյանքի պայմաններ և ապրելակերպը ձեր առողջություն, ձեր մարմին, որտեղ դուրս է եկել բավականին շատ հետաքրքիր երկու քարտ, ցույց տամ հիմա։ Սրանք շատ լավ քարտեր են, սա առաջի պոզիցիան է, երկրորդ պոզիցիան դա ձեր սոցիալական կյանքն է, ինքնաիրացումը, մտերիմների և այլոց հետ հարաբերություններում, գործընկերություն օրինակ, սոցիալական դեր և դիրք, կարիերան, որը ձեզ շատ հետաքրքրում է և ձեր հանգիստ։ Կարելիվա պենտակլին է դուրս եկել, ասում էի չէ, լավ քարտեր են, շեստյորկա պենտակլի, շեստյորկա ժեզլովը, տեսեք ինչ լավ քարտեր է, տրոյկա պենտակլի և անսպասելի լավ իրադարձություններ, որոնք սպասեցնել չի տա, սա երկրորդ պոզիցիան դնենք։ Երրորդ պոզիցիան, եկեք տեսնենք ձեր ստեղծագործական կյանքը, տաղանդների իրացման հետ է կապված, հոբի, ինչով զբաղվում եք, տարվածության և ստեղծագործության հետ։ Այստեղ առաջարկներ էլ կլինեն, տեսնում եք ինչ լավ քարտեր են, երկար ժամանակով, որտեղ դուք կաճեք, կծաղկեք առաջ, կգնաք, ֆորտունան ձեր, այո, դուրս է եկել։ Անիմաստ չի, որ ես այս ռասկլադն արել եմ և մեծ ուրախություններ, համաձայնություններ, օքեյ, ես կարծում եմ ինչ-որ նոր բան է լինելու և վերջի քարտերը դա հոգևոր կյանքն է ձեր, այսինքն ինքնաիրացումը հավատքի և փիլիսոփայության միջոցով բարձրագույն ուժերը ինչպես կնայեն այս ամենին և իմաստները։ Տեսնում եք ինչ վերևում է, այն ներքևում է և երջի քարտը արևն է։ Իսկ հիմա կանցնենք մենք կանխատեսման։ Առաջի պոզիցիայից խոսենք, հարգելի հետևորդներ, երկրային ձեր նյութական կյանքի մասին, այսինքն հարմարավետության ձեր գոտին, նյութական հարթություններում, եկամուտները, բնակարանը, կյանքի պայմանները ձեր և ապրելակերպը, առողջություն, ձեր մարմինը և այլն։ Դուրս են եկել բավական հետաքրքիր քարտեր, որոնք որ խոսում են այն մասին, որ 2026 թվականը, եթե մենք նայում ենք իմպերատոր քարտին, 4-րդ արկանին, առաջի պոզիցիան այս պոզիցիայում, կայսրի թագուհուն, տրոյկա պենտակլին և ռիցեր ժեզլովին, այստեղ բացվում է ձեզ համար բավականին շատ հետաքրքիր պոզիցիա, այսինքն սրանք հիմնակարտերն են,
Դրանք խորհրդանշում են, որ բացարձակ վերահսկողություն նյութական հարցերի նկատմամբ կլինի, կարգապահություն, կայունություն, չեմ տեսնում, որ կարող է խախտվել, հա, եւ այստեղ ինչն է հետաքրքիր, տանը կամ ձեր բիզնեսում կարող է լինել հստակ հիերարխիա եւ կարգուկանոն։ Կրակի թակուհին խոսում է այն մասին, որ կավելացնի ձեր էներգիան եւ ձեռներեցությունը, դուք ոչ միայն կարող եք տիրապետել 2026 թվականին իրավիճակներին, այլև դա կարող եք անցնել կրքով եւ վստահությամբ։ Առողջության տեսանկյունից այստեղ շատ լավ կենսունակություն եւ էներգիաներ եմ տեսնում ձեր մոտ։ 3 պենտակլում է ինչից կարող է խոսել ձեր մասնագիտական աճի համագործակցության հետ է կապված, ովքեր կարող են ցանկանալ ձեզ մոտ միգուցե սովորեն։ Նաև 3 պենտակլումը ռիցեր ժեզլովի հետ, դա շատ հոսք կարող է լինել, բազային հոսքի մասին է։ Հա, շատ մարդիկ ցանկանան ձեզ հետ համագործակցել։ Այստեղ նյութական բազայի մասին է խոսում, եկամուտների, բնակարանային հարցերի, կարող է կառուցվել եւ բարելավվել որակյալ աշխատանքի եւ ձեր գիտելիքների շնորհիվ։ Ռիցեր ժեզլովը ինչի մասին է խոսում 3 պենտակլից հետո։ Գավազանների ասպետը խոսում է այն մասին, որ դա շատ արագ կարող է լինել, ձեզ շատ մարդիկ ոգևորված կլինեն, կներեք։ Շատ մարդիկ կարող են լինել բավականին ոգևորված։ Այստեղ կտրուկ դրական փոփոխություններ են սպասվում, օրինակ կարող եմ ասել, կարող են լինել անսպասելի դեպի ձեր կողմը, շատ մարդիկ, ովքեր կցանկանան սովորել, ինչ-որ բազային կուրսեր անցնել ձեզ մոտ, հա, նաև բնակության վայրի հետ կապված միգուցե փոփոխության ինչ-որ բան լինի, հա, կամ եկամտի նոր ինչ-որ աղբյուր լինի, բավականին արագ զարգացումներ տարվա ընթացքում այս առաջի պոզիցիայում, այսինքն առաջի պոզիցիան ընդհանուր, որ մենք նայում ենք այս 4 քարտերին, ձեր նյութական ոլորտում 2026 թվականին ամուր հիմքեր կլինեն եւ ակտիվ գործողությունների միաձուլում է լինելու այլ մարդկանց հետ, որովհետեւ դուք ունեք կայսերի կայունությունը, բայց չեք լճանա, քանի որ ասպետն ու թակուհին այստեղ անընդհատ առաջ են մղելու ձեզ։ Սա հիանալի ժամանակաշրջան կլինի 2026 թվականին անշարժ գույքի հետ կապված նաև ինչ-որ գործարքների կամ կարիերայում նոր բարձրունքների հասնելու համար։ Անցնենք հաջորդ պոզիցիան։ Հաջորդ պոզիցիան դա ձեր սոցիալական կյանքի հետ է կապված, այսինքն 2026 թվականին ինքնիրացման, մտերիմների եւ այլոց հետ հարաբերություններում գործընկերություն, այսինքն կարող է առաջարկեն կամ չառաջարկեն, սոցիալական դեր, ձեր դիրքը ինչպիսին կլինի, հա, կարիերան եւ հանգիստը։ Այստեղ մենք տեսնում ենք բավականին շատ հետաքրքիր քարտեր։ Տեսնում եք։ Եվ այստեղ ունենք մի հատ էլ 6, ինչը ինձ զարմացրեց, որը հենց այս մյուս 6-ի ներքևում էր։ Ինչի մասին է խոսում այս ընդհանուր համադրությունը, ուշադիր նայեք, այս համադրությունը խոսում է այն մասին, որ սա հաղթանակի եւ հանրային ճանաչման քարտ է 2026 թվականին ձեզ համար։ Այստեղ հնարավոր է սոցիալական միջավայրում կամ աշխատավայրում դուք նաեւ ուշադրության կենտրոնում կարող լինեք, հա, ձեր ձեռքբերումները մարդկանց կողմից կարող են գնահատվել եւ դուք ձեզ կարող եք զգալ որպես հաղթող։ Մտերիմների շրջապատում սա նաեւ կարող է նշանակել հեղինակություն կարող եք վայելել եւ հարգանք։ 6 պենտակլումը սա փոխօգնության եւ առատաձեռնության քարտ է, ինչ ցանում է, սա ինել հնձում է, հա։ Խոսում է այն մասին, որ 2026 թվականին հարաբերությունները ձեր թե գործնական, թե անձնական հիմնված կարող են լինել տալ եւ ստանալու, այսինքն էներգոապմենի հետ, այդ առողջ սկզբունքի վրա։ Դուք կամ ստանում եք անհրաժեշտ աջակցությունը, կամ ինքներդ եք
հովանավորի դերում լինում։ Կարիերայում սա կարող է նաև նշանակել բավականին արդար վարձատրություն կամ բոնուսներ։ Կարծում եմ գոհ կլինեք, բավականին շատ հետաքրքիր քարտեր են։ Երրորդ պոզիցիան ենք նայում, բավականին հետաքրքիր քարտեր են։ Ռիցեր կուպկովն է, 6 նիչեյը, տեսնում եք, հա։ Հաջորդը տեսնում ենք ծաղկում, առաջ խաղացում, պլաններ, միգուցե նոր մտահղացումներ, ֆորտունանայում ձեզ կօգնի, իօգուտ ձեզ, եւ տեսնում ենք հաղթանակ եւ մարդիկ բավականին գոհ կարողա լինեն։ Այսինքն երրորդ պոզիցիան դա ձեր ստեղծագործական կյանքի, տաղանդների իրացման, հոբի, տարվածության եւ ստեղծագործության պոզիցիան է։ Շատ լավ քարտեր են դուրս եկել, ես կարող եմ ասել, որ այս ոլորտի համար համադրությունը պարզապես գերազանց է, հրաշալի է։ Այն կարող է հուշել, որ դուք կարող եք գտնվել 2026 թվականին մեծ ներշնչակի եւ դրական փոփոխությունների շեմին։ Գավաթների ասպետը դա մուսայի մասին է խոսում եւ ներշնչանքի քարտը առաջարկությունների մասին է խոսում, որ դուք կարողա լինեք գաղափարներով կամ նաեւ ինչու՞ չէ այլ մարդիկ, որոնք ցանկանան ձեզ առաջարկել, միգուցե համագործակցել իրենց հետ։ Այստեղ հնարավոր է էմոցիաներ ապրեք, զգացմունքներ ապրեք, հա։ Վերելքներ լինի նաև ձեզ մոտ, ձեր հոբին կամ ստեղծագործությունը ձեզ հոգեկան մեծ բավականություն կարող են պատճառել 2026 թվականին։ Իսկ ինչ է խոսում այս մասին 6-ի սրերը գավազանի ասպետից հետո։ Այս քարտը խորհրդանշում է ինչ որ անցում կարող է լինի ձեզ մոտ դեպի նոր հորիզոններ։ Դա կապված կարող է լինել այո ինչ որ առաջարկության հետ, ստեղծագործության մեջ դա կարող է նշանակել նոր տեխնիկայի յուրացման կամ ինչ որ հին սպառված գաղափարներից հեռացում դեպի ավելի հետաքրքիր եւ հանգիստ ջրեր։ Իսկ իմպերատրիցան կարող է խոսել բավականին հետաքրքիր էներգիայի, այն էլ ստեղծագործական էներգիայի մասին, որ դա կլինի գագաթնակետը 2026 թվականին։ Կայսրուհին նաև իմպերատրիցան կարող է մարմնավորել, հա, ծնունդ տալը կամ ինչ որ նոր գաղափարներ, այն ինչ դուք կարող եք ստեղծել, կարող են լինել բավական գեղեցիկ, կենսունայ, սա տաղանդների լիարժեք բացահայտման նշան է։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ դուրս է եկել հաջողության անիվը ձեր բախտի, դա խոսում է իմպերատրիցայի հետ միասին, այստեղ բախտի անիվը ճակատագրական եւ հաջողակ շրջադարձ կարող է բերել ձեր կյանքում նոր հարաբերություններ, որին դուք երբեք չէիք սպասում, հա, նոր մարդիկ իները կգնան, նորերը կգան։ Այստեղ հաջողակ շրջադարձի մասին է խոսում, սա հուշում է նաև, որ հանգամանքները կարող են դասավորվել ձեր օգտին, հնարավոր է այստեղ անսպասելի հաջողություն կամ ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում հայտնվելու շնորհիվ ձեր տաղանդը բավական շատ մարդիկ կարող են նկատել։ 3 գավաթը ինչի մասին է խոսում։ Տոնակատարության դուք դա կարող եք նշել ձեր ամենամոտ մարդկանց հետ, հարազատների հետ, եւ այստեղ ձեր համախոհների քարտի մասին է։ Կարող են լինել ձեր ստեղծագործական ձեռքբերումները ձեզ համար ուրախություն բերեն 26 թվականին, որը դուք ցանկանաք դա կիսել, այո, ձեր մտերիմների, ձեր սիրելիների հետ։ Սա նաև հաջողված ցուցահանդեսների, շնորհանդեսների կամ պարզապես հաճելի ժամանցներ, միգուցե սեմինարներ կարող են լինել, աշակերտներ կարող են լինել, ովքեր մեծ հաճույքով կարող են ձեզ մոտ գալ որպես լավ մասնագետի, լավ ուսուցչի մոտ սովորելու։ Ընդհանուր պատկերը այնպեսին կլինի ձեր ստեղծագործական կյանքը ծաղկման շրջանում կլինի 2026 թվականին, դուք ոչ միայն կարող եք ստեղծել ինչ որ արժեքավոր բան, դա կայսրուհին է, այլև դա անել մեծ սիրով, թեթևությամբ եւ այստեղ բախտի անիվը ձեզ հուշում է, որ
այդ պահին ձեր հոբին կարող է ձեզ բերել մեծ լավ իրադարձություններ, որտեղ շատ մարդիկ ձեզ կարող է նկատեն եւ դուք բավականին հաջողակ մարդկանց հետ շփվեք, բերելով ձեր կյանք էլի հաջողություններ, ծաղկում եւ լիություն, անգամ նոր պրոյեկտներում նշելով դա, մարդկանց հետ համաձայնություն գալով, նշելով ձեր մտերիմների հետ, միգուցե նաեւ սեմինարների մասնակցեք, կարող է նաեւ վերաճել, այստեղ ավելի մեծ ու հաջողակ ձեր նոր պրոյեկտը ինչ որ մեծ բանի, ինչ կարող է ձեզ զարմացնել։ Անցնենք 4-րդ պոզիցիան, դա ինչպես կնայեն դրան վերին ուժերը, սա ձեր հոգևոր վերջի պոզիցիան է, կյանքը, ինքնաիրացումը, հավատքի եւ փիլիսոփայության միջոցով բարձրագույն ուժերի, կողմից։ Ինչի մասին կարող է խոսել այս վերջի պոզիցիան, հոգևոր կյանքի համար այս երկու քարտերը համադրությունը համարվում է ամենահզոր եւ դրական նշաններից մեկը։ Ես ձեզ շնորհավորում եմ, ում համար կլինի այս ռասկլադը, ես չգիտեմ, էներգիան վերցրել եմ, աշխատել եմ։ Այն կարող է մատնանշել ձեզ 2026 թվականին բացարձակ պարզության եւ բարձրագույն իմաստության հասանելիությունը։ Արևը դա խոսում է այն մասին, սա լուսավորության հետ է կապված, ճշմարտության եւ հոգու մաքրության, Այստեղ հոգևոր հարթություններում հնարավոր է այն նշանակի, որ դուք կարող եք գտնել 26 թվականին ձեր ներքին լույսը, չկան կասկածներ կամ մթության, դուք հստակ կարող եք տեսնել ձեր ճանապարհը եւ լցված կարող եք լինել կենսական էներգիայով։ Օրինակ, դա այն կարող է լինել, որ դուք ձեզ կարող եք զգալ տիեզերքի մի մասնիկը, եւ ապրել բացարձակ մարդկանց հետ ներդաշնակության մեջ։ Հաջորդ քարտը դա քահանան է, ինքներդ եք տեսնում, ինչը կարող է հուշել, որ հոգևոր ուսուցումը, ավանդույթները եւ բարոյական արժեքները ձեզ մոտ կարող են բարձրանալ։ Նաեւ սա խոսում է, որ ձեր հոգևոր որորումները 26 թվականին հենված կարող են լինել ամուր հիմքերի վրա։ Դրանք օգնի ձեզ վերին ուժերը, որպեսզի դուք փայլեք, ձեր լույսը տալով մարդկանց, ձեր հոգևոր արժեքները բարձրացնեք, որպեսզի մարդիկ դա նաև կարող են տեսնել եւ նկատել դա եւ դեպի ձեր կողմը գալ, Նաև դուք կարող եք լինել ուրիշների համար լավ հոգևոր ուսուցիչ, ուղեցույց կամ ինքներդ գտնել մի ուսուցիչ, ով կարող է ձեզ համակարգել ձեր գիտելիքները։ Այսպես որ նայում ենք ընդհանուր պատկերը, ուրեմն կարող է այստեղ ձեր ոլորտում այն ինչ դուք աշխատում եք, տիրի լույս եւ իմաստություն, դուք ոչ միայն կարող եք հասկանալ բարձրագույն իմաստները, այլև կարողանալու եք 2026 թվականին դրանք ձեր գիտելիքները նաեւ կիրառել ձեր կյանքում։ Նայած ով ինչով է զբաղվում, հոբբին։ Արևը ձեզ կարող է տալ ներքին ուրախություն եւ ջերմություն, իսկ քահանան այդ ամենին հաղորդում է խորություն եւ կառուցվածք։ Սա հոգևոր հասունության եւ արթնացման շատ բարձր մակարդակի մասին է խոսում, որ մենք այսպես ընդհանուր ամփոփենք հենց այս պոզիցիան, ձեր ամբողջ դասավորությունը տարոքարտերի, ուրեմն շատ հավասարակշռված է, ներդաշնակ է, կարող եք ունենալ նյութական հիմք, դա կայսրն է, սոցիալական հաջողություն 6-երն են, որ ձեզ բացատրեցի, ստեղծագործական ծաղկում, դա կայսրուհին է եւ հոգեվոր պարզություն, դա արևն է։ Իսկ ինչ խորհուրդ կտամ ձեզ հաջողության անիվ քարտի հետ կապված։ Երկարաժամկետ նախագծեր սկսելու համար, քանի որ 2026-ը ձեզ կտա լավ հնարավորություններ, ինչ-որ նախագծեր սկսելու համար, քանի որ 2026-ին ձեր ներքին ու արտաքին աշխարհները կարող են գործել բավականին կատարյալ սինխրոնների
մեջ։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել այդ լավ շանսերը։ Կունենաք հարցեր ավելի գլոբալ, տարեկան, ռասկլադ կատարել, խնդրեմ, կարող եք դիմել Իննարա Գրիգորյան, տարոլոգ, ռունոլոգ և վեդայական թվահոգեբան։ Իմ WhatsApp և Telegram կանալին +374 93 40 45 37, դրանցից մեկը կարող ես դու լինել և ճիշտ ուղու վրա կանգնել։ Այսօր այսքանը, լավ եղեք։